Լույս առավոտի հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ մեզ հետ եք եւ շարունակում եք այդտեղ եւ միշտ մեզ հետ եք լինելու։ Մարտի 5-ից 22-ը ժամանակակից արվեստի թանգարանում գործում է 4 տարերկ ինքնադիմանկար դիմադրության միջով ցուցահանդեսը, որը հիմնված է 5 փիլիսոփայական գաղափարի վրա, որի համաձայն աշխարհը կազմված է հողից, ջրից, կրակից եւ օդից։ Ինչ է դիտարկում, ինչն է ցուցադրության կենտրոնում, ինչ եւ ինչպես են խորհրդանշում, ինչ փոխանցում կին արվեստագետն այս նախագծով, մենք կիմանանք թե ովքեր են մեր հյուրերը այս պահին։ Իսկ մեր հյուրերը այս պահին մեր տաղավարում են եւ նրանք են նկարիչ Արմինե Թումանյանն ու ցուցահանդեսի համակարգող Արփի Չոբանյանը։ Բարի լույս աղջիկներ։ Բարի լույս։ Հաճելի է, որ այսպես գունեղ գույնով այս մութ օրվա մեջ լույս եք բերել տաղավար։ Շնորհակալություն։ Մենք գույն սիրում ենք, քանի որ եւ նկարչության մեջ ես շատ գույն եմ օգտագործում։ Գույնը բուժիչ է։ Այո, օրինակ այդ տարերկներից որն է ձեզ ավելի հոգեհարազատ՝ կրակ, ջուր, հող։ Քանի որ իմ տարերկը ջուրն է, ջուրը հաստատի, բայց մեր մոտ ցուցահանդեսը եթե այցելեք, ամեն մեկը իր գունեղությամբ հիանալի են։ Մրցում են միմյանց հետ փաստորեն։ Իրար լրացնում են ավելի շուտ։ Դեռևս մեկ շաբաթ կա, վաղվանից մինչև Կիրակյոթ ներառյա, կարող եք գալ այցելել եւ տեսնել եւ ստանալ ամեն մեկը ձեր պոզիտիվը, որովհետեւ ինքը ոնց որ ամեն մեկին մի մասնիկ է տալիս, հատուկ երաժշտություն է ստեղծվել 4 տարերկների ձայներով եւ ամբողջ այդ ցուցահանդեսի ընթացքում դուք նաեւ երաժշտության մեջով եք այդ ինտերակտիվ մի տեսակ ինչ-որ բան ոնց որ լինի, հա։ Հատկապես երբ որ ես այնտեղ եմ եւ հարցերին պատասխանում եմ եւ էքսկուրսիա եմ անում, այո, շատ ինտերակտիվ անցնում։ Նրանք ովքեր ցուցահանդեսին դեռ չեն հասցրել մասնակցեն, սա մի առիթ է եւս իմանալու եւ գալով այնտեղ կխնդրեի մանրամասնեք ինչ է նրանց սպասվում, այսպես գայթակղենք, իհարկե շատ փակագծեր չբացելով, որպեսզի հետաքրքրության պահը պահենք։ Գիտակցումը բնության էներգիաների ազդեցության, մարդու մարմնի մտածելակերպի տրամադրության վրա, որ մենք բոլորս բնության մասնիկ ենք։ Ենք նաև այդ ջրի, կրակի երևի թե դրանից առաջ։ Ամեն տարերկ ունի իր պարտադիր, ես որպես բան ստեղծել եմ ամեն տարերկին տվել եմ մի հատ մոլորակ, մի հատ ծաղիկ եւ մի հատ տրամադրություն։ Մի հատ ոչ թե տրամադրություն, այլ զգացմունք, որովհետեւ գրակը ունի զգացմունք գիրք, ասենք հողը ունի զգացմունք համբերություն, որպես ինչքան է մեր հողը մեզ բոլորիս համբերում է։ Ցուցահանդեսի անվանումը արդեն ինտրիգային է, ինչ պատմություն կա ինքնադիմանկար դիմադրության միջով գաղափարի հետևում։ Քանի որ սա նաև մի քիչ բիոգրաֆիկ պատմություն է, նվիրված իմ ոնց որ անցած ուղու, կենսագրական եւ ես ուզեցի նկարների որոշակի մասերում պետք է դա տեսնել գալ ու հասկանալ թե ոնց է մարդը ինչպես է իր խնդիրներով, իր խնդիրներով անցնում եւ ոնց է ամեն ինչը անցկացնում, կոփվելով, ուժեղանալով եւ վերջում փրկվում է 5-րդ տարերքի շնորհիվ, որը կոչվում է սեր։ Իսկ շարժիչ ուժ է իրականում, այո։ Երբ արվեստագետը ստեղծում է ինքնադիմանկար, արդյոք նա բացում է իր ամենախորը շերտերը։ Այո, գիտեք, ես վերջի մի քանի տարին, երևի 5 տարին հատկապես շեշտադրումս եղավ ամենաանկեղծ ինքնաարտահայտման, արվեստում ինքնաարտահայտման միջոցի, որը աբստրակցիա է կոչվում։ Աբստրակցիան քեզ արդեն ամեն ձևով թույլ է տալիս, որ դու անկեղծանաս կտավի հետ, որովհետև նախ երկրորդ անգամ նույնը չես կարող անել։ Եվ դա այդ պահի տրամադրությունն է։ Դու գիտես, երբ որ ֆիգուրատիվ արվեստ ես անում, դու գիտես դու ինչ ես նկարելու։ Իսկ երբ որ դու մոտենում ես սպիտակ կտավին, երբ որ աբստրակցիան ես, դու գիտես, որ դու այդ պահի տրամադրությունը պետք է փոխանցես կտավին, եւ դա ամենամեծ ինքնաբացահայտումն է։
Փոխանցենք խոսքը Արփի, որտեղից է համագործակցությունը, ինչպես որոշեցիք այսպես։ Համագործակցությունը պարզ է, ես Արմինե Թումանյանի աղջիկն եմ, բայց մասնագիտական համագործակցության մասին է խոսքը։ Մասնագիտությամբ լինելով պրոդյուսեր, արվեստի կառավարումն եմ ավարտել թատերականում մագիստրատուրան։ Որոշեցինք իրար հետ կազմակերպել ամենը, չնայած մայրիկս եւս կազմակերպիչ է։ Ընտանիքի անդամներով կերպան Հակառակը ես կասեի, ավելի ընկերական, ավելի մտերմիկ է լինում։ Այս 5 պրոյեկտի մեջ ինքը բոլոր պրոյեկտերին մասնակցել է։ Շատ ծրագրեր ենք իրար հետ իրականացնել նաև նախկինում, մինչև իմս ոլորտ գալը, ինչպեսին է միջազգային գեղանկարչական սիմպոզիումը, որտեղ մասնակցում էին 17 երկրներից նկարիչներ, կարող եք տեսնել, այո։ Painted Equator-ը, որը իրենով ներկայացնում է 164 նկարիչ է մասնակցել։ Այո, բավականին աշխատանքներ միասին կատարած։ Painted Equator-ի գաղափարը այն է, որ նկարազարդենք աշխարհը Էկվատորի քանակով աշխարհից հավաքվում է նկարներ, 20 փոքր նկարներ, որը Հայաստանում մենք հավաքեցինք 164 նկար եւ ցուցադրեցինք Իգիթյանի արվեստի կենտրոնում։ Դեսպանատան հետ մենք արեցինք այդ պրոյեկտը եւ Արփին ամենաառաջակցում է։ Իսկ մի հարց, ինչու է կարևոր, որ այս նախագիծը ներկայացվի հենց ժամանակակից արվեստի թանգարանում։ Մոտեցումները շատ ժամանակակից են ու իրականում պետք է մենք Հայաստանում նկարիչներով կենտրոնացած ենք ավելի շատ նկարիչների միության ցուցադրություններ իրականացնել այնտեղ, բայց ժամանակակից արվեստի թանգարանը ունի իր տեսակի ունիկալ հարթակը, որը տալիս է ավելի մեծ հնարավորություններ եւ միջազգային ստանդարտներով ի վերջո ինքը իր ուրույն տեղը ունի, որը եւս կարեւորեցինք այս ցուցահանդեսը կազմակերպելու ժամանակ։ Եվ սպասված հարց կարծում եմ պետք է տալ այս պահին, սիրո ձեր մեկնաբանությունը ցուցահանդեսի կոնտեքստում։ Ես նայեք, իրականում երբ որ ես հասկացա այդ թեորիան 4 տարերքների եւ հասկացա, որ 4 տարերքների հավաքական ուժը կենտրոնանում է սիրո վրա, ես հասկացա, որ դա էլ է շատ կենսագրական ինձ համար, որովհետեւ ամբողջ կյանքի ընթացքում ինչ դժվարություններ են, որ ես անցել եմ, ես ունեցել եմ այդ գիրք սերը ինչ-որ բանի նկատմամբ, հետո փառք Աստծո բախտս բերեց նաև ամուսնուս ընտանիքի հարցով։ Այո, բախտս բերեց այդ առումով եւ 27 տարի մենք իրար հետ ապրում ենք սիրով եւ հաշտ եւ ամեն ինչ որ հնարավոր է անցկացնել, դա շարժիչ ուժն է, սերը շարժիչ ուժն է եւ դա այդքան հետաքրքիր է ինձ, որ ես դա ցույց տվեցի նաև մի կտավի մեջ, որը որ այնտեղ կախված է, որը ունի շրջանակ, որովհետև չեմ ուզեցել շրջանակել անսահմանությունն է դերևս դրանից։ Այո, անսահման եմ պահել եւ իտոգում երբ որ մեծ կտավից իրեն կտրեցինք եւ տվեցինք այդ ձևը, ինքը ստացվեց թե ձվի, թե սեմյա, սերմի տեսքով ինքը դուրս եկավ եւ որը որ կյանքի սկիզբն է, չէ՞։ Եվ սերմն է կյանքի սկիզբը եւ ձուն է կյանքի սկիզբը եւ այնտեղ ինքը անսահմանության մեջ ու բոլորին այդ տրամադրությունն է տալիս ու մարդիկ լավ տրամադրությամբ սերը լցված մի քիչ իրանց հոգու մեջ գնում են։ Քանի որ այսպես կոչված ընտանեկան է ձեր աշխատանքը նաեւ թերևս Արմինեն պատասխանի արխիվում ինչ նոր նախագծեր ունեք։ Մենք իդեպ իրար հետ, մենք 24 թվականին մասնակցել ենք Իսպանիայում երկուսս մասնակցել ենք միջազգային սիմպոզիումում որպես նկարիչներ, Արփինել եմ նկարում եւ կազմակերպել ենք պրոյեկտ ցուցահանդես, որի մասին իդեպ չեմ խոսացել ոչ միայն TV-ում, որովհետև դա եղել է Բարսելոնայում, ապրիլի 24-ին հենց բացեցին։ Հայաստանից դուրս նաև բավականին աշխատանքներ ունեն։ Այո, անցած տարի նախանցած տարի 24-ին բացեցինք Բարսելոնայում, իսկ անցած տարի իրար հետ մենք բացեցինք Փարիզում ցուցահանդես, նվիրված այդ նույն թեմային ապրիլի 24-ին
ապրող Հայաստան այդ խորագրով եւ մենք դեռ պատրաստվում ենք շարունակել Արփին թերևս ավելի նոր շունչ է բերում իր հետ ամեն դեպքում երիտասարդները շատ բաներով են մեզ հարստացնում են ինչ մենք չենք պատկերացրել մի փոքրիկ դետալ է թվում բայց իրենք անմիջապես այդ ամբողջացնողն են լինում հա Արփի Հա, հուսով եմ, որ այդպես էլ կա։ Այո։ Չէ, մամ ջան։ Ձեր կարծիքով արվեստը այսօր կարող է լինել դիմադրության ձև։ Դուք պատասխանեք։ Արփին մտածում ենք, բայց նայում եմ Արփին, Արփին լսենք, եկեք նոր սերնդին, հա։ Սերը դիմադրություն չի կարող լինել, որովհետև սերը իրանով շատ նուրբ երևույթ է եւ արվեստի մեջ եթե սերը չլինի, արվեստ չի լինի, որովհետև միշտ ես հիշում եմ, ես փոքրուց նկարչությամբ եմ զբաղվում նաեւ եւ Իգիթյանի կենտրոն, որ հաճախում էի, իմ դասախոսը ինձ ասում է մի օր սիրահարվիր ու սիրահարվիր թեկուզ եւ անվերադարձ, որովհետեւ դա անփոխադարձ դա քեզ լիքը ստեղծագործելու տեղ կտա ու ամեն ինչում դու որ նայում ես անցյալ ուղին նկարչության եւ բոլոր արվեստի ուղղությունների սերը իր հիմքն է Ամեն ինչի հիմքն է թերևս, այսպես պարտադիր չի դա լինի հակառակ սերի հանդեպ են սեր, եթե մարդը սիրում է բնության հանդեպ, ամեն ինչի հանդեպ, սեր չունենաս, չես կարող աշխատել, ես ապրում ես այսպես կվերագրեմ Եվ կարծում եմ մենք կարող ենք էլի հարցեր տալ, թե սա ամփոփիչ հարցն է։ Հարցում եմ ժամանակի իմաստով։ Դուք եթե ուզում եք իրականում ականջակալը իմ մոտ է, որ ռեժիսորը խիստ ձայնը երբ ասում է, ահա, հուշում է կա, միշտ ասում են, ժամանակը շատ է կանցնում, սիրում եք ձեր երբ երկար խոսել, հիմա Անահիտը դա է ասում, ունեք ժամանակ։ Երբ այցելուն մտնում է ցուցասրահ, ցուցահանդեսին է մասնակցում, ինչ եք ուզում, որ նա տանի իր հետ այդտեղից։ Ես պատասխանեմ, որովհետև նախ նաև տեքստ եմ գրել եւ այնտեղ տեքստերը 4 լեզվով են, որովհետև ուզեցել եմ ավելի հարմարավետ լինի բոլոր մարդկանց եւ հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ իսպաներեն։ Ես ունեմ իսպաներեն, այո, ես ունեմ շատ իսպաներեն լեզու ընկերներ, նաև մենք սիրում ենք իսպաներեն լեզուն եւ տիրապետում ենք եւ Դրա համար տեքստի մեջ նշված է, որ նախ եւ առաջ թեկուզ ինքը 4 տարերքին է վերաբերում, ամենատենց դիպուկ առաջի նախադասությունը, որ 5-րդ տարերքը սերն է։ Հետո նոր սկսում է բացատրել Գուցե նաև տեղերն եք փոխել որոշ։ Չէ, 4 տարերքի մասին, հետո դենց է արված, որ ինքը 4 տարերքներով անցնում է, որ նոր արդեն 5-րդին հասնես Փորձությունների ու ամեն ինչի միջով թերևս նաև հենց նրանք փորձություններ են իրենց հետ բերում։ Այո։ Եվ այդպես դու տեքստով էլ ես նաև իրենց նախապատրաստում, որ պետք է ստանաս այստեղ այն, ինչը որ ստեղից դու հատուկ կվերցնես։ Այդ գույների շոկնա, գույների հարվածնա, գույները որ օգտագործվել է, հարված բարի իմաստով իհարկե Եվ պետք է տանես քեզ այդ մի այլ մենք ունենք այնտեղ գիրք, որտեղ մարդիկ իսկապես անկեղծ արտահայտում են իրենց շնորհակալությունը, որովհետև իրենք շատ բավականին գայթակղիչ է կարմն ներկայացնում, այնպես չենք դիմանում, որ անպայման լինելու է։ Արխիվում ինչ նոր նախագծերում եք համատեղ թերևս կամ գուցե առանձին Առանձին իմ նախագծերը ես իմ առաջին կարճամետրաժ խաղարկային ֆիլմն եմ նկարահանել։ Ամեն ինչու կա ձեր աղջիկը փաստորեն սիրում է։ Հա, կազմակերպչական բոլոր ոլորտներում եմ գրկված։ Ֆիլմի ինդուստրիայում ես արդեն 2 տարի անց կամ տենց 3 նույնիսկ։ Սկզբից սկսեցի որպես կոստյումեր, որովհետև նորաձևությունն եմ ավարտել առաջին մասնագիտությամբ, բայց հիմա արդեն իմ տենց առաջին մեծ քայլը կարող եմ անվանել որպես պրոդյուսեր Իմ խաղարկային թերևս կարճամետրաժ, բայց բավականին բարդ պրոյեկտ ենք իրականացրել իմ խմբով եւ այս տարի մենք արդեն պրեմիերան կունենանք, կներկայացնենք հանրությանը մեր ֆիլմը, մինչեւ դա եղել է դոկումենտալ ֆիլմեր, մի շարք եւ
նաև էլի Իսպանիայի մասին, ինձ համար շատ կարևոր էր։ Իդեպ իսպանու կերպարով էլ ես անընդհատ նայում էի հյուրես եկել պես։ Շնորհակալ եմ, այո, շատ են համեմատում։ Իրականում ժամանակին դեսպանի հետ էլ էին շատ համեմատում, մենք շատ հաճելի էր։ Նման էինք մենք տեսակներով։ Ու իրար հետ մենք համատեղ արեցինք հայ-իսպանական դոկումենտալ ֆիլմ հարաբերությունների մասին, էլի արվեստի մասին, պատմական ակնարկներ կայացրեցինք Լևոն 5-րդի մասին։ Մեր վերջին Կիլիկիայի թագավորը եղել է Մադրիդի առաջին կառավարիչը, եւ ոչ միայն Մադրիդի, նաեւ Վիլարեալի եւ Անդուխարի, ու շատ լավ ընկերություն էին անում իրանք Իսպանիայի թագավորի հետ, որի ապացույցներ։ Ես գիտեմ Վենետիկի նվերների, տարած նվերների մասին։ Կիլիկիայից այդ փաստը, բայց այդ փաստը շատ կարևոր է ու մեր թագավորի մասին այնտեղ շատ սիրում են եւ խոսում են, այո։ Տենց ու հետագայում արդեն հուսով եմ, որ կլինին միջազգային պրոյեկտներ, հիմա նաև ուզում եմ իրականացնել անիմացիոն կարճամետրաժ ֆիլմեր, տեսնենք ոնց կստացվի, ավելի Անգլիայի հետ կապված համագործակցություն լինելու, տեսնենք։ Հաջողություն ձեր նախաձեռնություններում, Արմինե, թերևս ձեզ փոխանցեք։ Ես աշխատում եմ նաև Զվարթնոցոթ նավակայանում, արդեն 10-րդ տարին հասցնում եք։ Ես այս այնտեղ կազմակերպում եմ ցուցահանդեսներ հայ նկարիչների եւ լուսանկարիչների եւ ամեն ամիս ունեմ փոփոխող առաջին այսպես զբոսաշրջիկը մտնելով թերևս դա է նաև տեսնում մեկնման սրահումա բայց եկե մեկնելու է զբոսաշրջիկը այո բայց առաջի տպավորությունը նաև կարող է ստանալ մոնիտորների վրա որովհետեւ մոնիտորներում Զվարթնոցի ամեն գիտեք երևի որ ամենաթանկ բիլբորդներն է Երևան քաղաքի որպես ռեկլամի համար բայց իրենք մեզ տրամադրեցին կես րոպեանոց հոլովակ հնարավորություն, որը 300 անգամ պատտվում է օրվա մեջ։ Ու դրանց լավ գովաստ ոչ մի նկարիչ, ոչ մի գալերեայում իհարկե չի ստանում։ Հարթակը տրամադրվում է անվճար 1 ամսով եւ ոչ միտեղ նաեւ չկա տենց անվճար պայմաններ, որ նկարիչին այդքան լավ հանրությանը ներկայացնելու ճանաչելն է մեր արվեստագետներին ճանաչելուն միտված քայլ է։ Որպես կուրատոր ես ամեն ամիս ունեմ նորություն։ Այլ եք դուք այդտեղ։ Ձեզ այսպես բուրըն նորեր ենք ցանկանում։ Շնորհակալ ենք։ Ստեղծագործական ու նաև բազմաթիվ այցելուներ, լավ որ ենք մաղթում ձեզ, հիմա արդեն հուշում եմ, որ իսկապես սպառվում է ժամանականը։ Կսպասենք ձեզ ուրեմն ցուցասրահում։ Սիրով, հնարավորության դեպման դեպքում։ Լավ որ ենք մաղթում մեր հեռուստադիտողներին, մնացեք կենտրոնի եթերում։